Եթե մեղավոր եմ, ժողովրդի առաջ դատեք ինձ, գնդակահարեք ինձ, ես այս գնդակահարության պատի տակ խոնար կկանգնեմ։ Եթե ես ներգրավեմ կոռուպցիայի մեջ, հանրապետության հրապարակում ինձ կախաղան հանեք։ Այս խայտառակ դաժան պատիժների ինքնապատիժի հեղինակը Նիկոլ Փաշինյանն է։ Ուզում եմ նրան հիշեցնել, որ ինչքան էլ ինքը օբյեկտիվորեն գնահատի իր գործունեությունը, այնուամենայնիվ մարդասպանությունը մեր երկրում արգելված է եւ մահապատիժը արգելված պատժի տեսակ է։ Նրան այլ պատիժ է սպասվում։ Նրան օրինական պատիժ է սպասվում, օրինական դատանում, որովհետեւ հայրենիքի գողի հանցանքը չկա, բայց հստակ նկարագրված է պետական դավաճանության, ժողովրդի իշխանության յուրացման, ապօրինի գործողություններ իրականացնելու, պաշտոնական դիրքը չարաշահելու հանցատեսակները, որոնք սիրով սպասում են իրենց հանցագործին։ Իսկ մենք սիրով սպասում ենք մեր սիրելի ժողովրդին ազգային ժողովի մուտքի մոտ, որովհետև այս լսումներին զուգահեռ հիմա տեղադրված է այնտեղ էկրան, որտեղ մեր քաղաքացիները հետևում են լսումների ընթացքին, այնտեղ հանրահավաք չի լինելու, հանրահավաքը այստեղ է, ելույթները կհնչեն այստեղ, մարդիկ կլսեն այդ ելույթները ազգային ժողովի մուտքի մոտ։ Հավաքվեք սիրելի հայրենակիցներ, տեր կանգնեք ձեր իշխանությանը, որպեսզի նա մեր հայրենիքը չհանձնի թշնամուն։ Շնորհակալ եմ ուշադրության համար։